Կպատկերացնեիք, որ հայ ոստիկանը երբևէ կգրոհեր մայրաթոռը։ Չենք պատկերացնի։ Ես չէի պատկերացրի, բայց Փաշինյանը կազյոլ է, Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Նման սրի կան, ամեն ինչի ընդունակ է։ Ինքը ոչ միայն աթոռը, ինքը սրբություն չունի։ Սրբապիղծ մի հատ երևույթ է ընկել է։ Հիմա հաջորդ քայլը լինելու է այն, որ ինքը Հայաստան չի ճանաչելու։ Ծանունդով թուրքի ծանունդ է, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ամեն ինչ պատկերացնելու է, ամեն ինչ։ Հայ ոստիկանը ես չգիտեմ։ Ես հիշում եմ, որ հետևում էի, հիշում եմ, որ երբ որ տերունական աղոթքը կարդացին, բոլորի հայացքը փոխվեց։ Երևի զղջացին ինչ-որ միտեղ, որովհետև ցանկացած դեպքում իրանք հայ են, բայց ցանկացած դեպքում իրանք այդ բանը չանեին, նաև իմ կարծիքով։ Ես չէի կարծում, որ նման բան կլինի, բայց այս կառավարության օրոք ամեն ինչ հնարավոր է նորից կրկնեն, որովհետև ոմանք ասում են մենք հրաման ենք կատարում, հրաման են տալիս, ասում են գնա գլուխդ տուր պատին, գնա մորդ մորթի, պիտի գնա մորթի, դրանից վատ բան ես չեմ կարող իրանց ասել, ով որ այդ հրաման կատարողն է, այդքան բան։ Մտածի եւ չէի պատկերացնում, որ պիտի գրոհեն։ Չէ, որ մենք առաքելական եկեղեցու հետևորդներն ենք։ Եվ մենք պաշտում ենք մեր եկեղեցին, մեր կրոնը ավելի ճիշտ։ Չէի պատկերացնի, ընդհանրապես հայ ազգին դա վայել բան չի։ Ոչ, չէի պատկերացնի, ճիշտ է, բայց ես մի բան կասեմ, որ մայր աթոռնել իր տեղում չէ, որովհետև այսքան աղանդները, որ մեր երկրում են, մայրաթոռը չկարողացավ այնպես անի, որ դրանք վերանան մեր երկրից, երկրորդը եկեղեցականները, հոգևորականները եւ իրենք իրավունք չունեին քաղաքականության մեջ մտնեին եւ քաղաքականությունն էլ, կառավարությունն էլ իրավունք չուներ մտնել հոգևորականների հարցերի մեջ։ Երկուսն էլ ես գտնում եմ, որ սխալ էին։ Իմ կարծիքով պետք է շատ բարձր դաստիարակություն ունենան ոստիկանները, արմին, ուրիշ ծևի պետք է դաստիարակվին, անտաստիարակեն։ Փողոցի պոլիսը նույնիսկ անտաստիարակ է։ Մի բան կհարցնենք, մեր հետևից կքայլե ուրիշ բան կխոսա։ Ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում, որովհետև քաղաքագետները թող զբաղվեն քաղաքականության եւ ամեն մեկս մեր գործերով։ Դե մի բան կարամ ասեմ, ես երկիրը բարդակ է, բարդակել կմնա, ես ժամանակ չունեմ խոսալու։ Խայտարակությունը։ Պատկերացրի, անակնկալ էր։ Իհարկե, պատկերացնեի, որտեղ շատ վաղուց արդեն երկար տարիներ, նույնիսկ նախկին իշխանությունների օրոք էլի լսում էինք մեր կաթողիկոսի հասցեին տարատեսակ ենթադրություններ եւ նրա կողմից ոչ մի հերքում չէր լինում, մինչեւ այսօր էլ չի լինում, նա չի ուզում այդ անհաշտությունը հարթեցնի։ Չէի պատկերացնի, բայց այդպես է։